Հատիս լերան գագաթ եկել ենք հետևենք Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության ընթացքին։ Տեսարանը մի քիչ մանրախուղ է, այս խաչը որ կա, էսի մաքուր գագաթն է, որ մենք քաղաքից տենում ենք այդ կլորավուն հատվածը, ես հիմա այդ կլորավուն հատվածի վրա կանգնած եմ։ Ակունք գյուղն է երևում, այնտեղ կապուտանը շատ բան չի երևում, որտեվ մառախուղ է, բայց իսկականից որ շատ գեղեցիկ տեսարան է։ Հիմա կմոտիկանանք մենք մոտավորապես գագաթից շինարարության վայրը մի 400 մետրի տարբերություն է։ 400 էլ չի լինի, 300-350։ Սա գագաթն է, կոնկրետ ես սուր հատվածի վրա եմ գագաթի, էսի գագաթն է, այսինց, ստեղ նաև կա վահանակ, ցուցանակ, ըստ առասպելի ձուն է, արդեն ձուն կա, որ նոյեմբերի 6-ն է, բայց ստեղ արդեն ձուն կա։ Ըստ առասպելի Շամիրամի սար են ասել, Շամիրամն է ստեղ եղել, ես հիմա ցուցանակը կնկարեմ, սա ցուցանակն է կոնկրետ է։ Շամիրամի Բերտ ամրոց, ես ընդհանուր չեմ կարդա, ես սենց կնկարեմ, հետո դուք տեսանյութը կարաք պաուզատակ կանգնացնեք, եթե ցանկություն ունեք կարդաք, ինչ վահանակա գագաթին Հատիս լերան։ Դիք հա, այսինքն մի մակարդակ մենք էլի իջնում ենք դեպի ներքև։ Ընդառաջենք այցելենք, տեսնենք ինչ փուլում է մոնումենտալ արձանի շինարարությունը։ Մենք արդեն մոտենում ենք շինհրապարակ շինարարության, հիշացնեմ, որ ստե գրունտը, այսինքն հիմքը կարմիր ավազա, մեր խոսակցականով ասած շլակ քանաքեռում, ոնց որ քանաքեռի գրունտն է, էլի։ Հիմա կմոտենանք շինարարություն, շինհրապարակ, տեսնենք ինչ ընթացքում է մոնումենտալ արձանի շինարարությունը։ Երկու հարգ է գալիս, այսինքն տակը լինում է թանգարանը, երկրորդ հարգը լինում է շին Հիսուս Քրիստոսի արձանի վայրը։ Ստե աշխատում է ավելի քան 200 բանվորական ուժ։ Մտնենք առաջի հարկ, արդեն երեսպատման աշխատանքներն է կատարվում, տրավերտինի աբլիցով կա։ Տարապես սենց էլի։ Սա թանգարանի հատվածն է, այսի մոնումենտալ արձանի առաջի հարգն է, այսպես։ Մի տարվա ընթացքում շինարարությունը ահագին առաջանացել, բավականին մեծ է, ես չի պատկերացնի, որ սենց մեծ կլինի։ Այսպես, ու հեսա կբարձրանանք երկրորդ հարկ։ Ճանապարհները թույլ են տալի, որ ցանկացած մեքենա բարձրանա գագաթ։ Վաու, շեդևր, շատ գեղեցիկ տեսարան է, 2500 մետր բարձրությունից, արդեն ձուն ունենք, ձուն է եկե, երևի առավոտները արդեն թարմ ցուրտ կլինի, լավ ցուրտ կլինի։ Հիմա հեսա կբարձրանանք մոնումենտալ արձանի երկրորդ հարկ ու տեսնենք երկրորդ հարգում ինչա կատարվում։ Արձան համալիրի աստիճաններն է, որը պետք է տանի մոնոլիտիա սպիտակ հրաշքի մոտ, Հիսուս Քրիստոսի արձանի մոտ, այս աստիճաններով են բարձրանալու մարդիկ։ Ընթացքի մեջ է շինարարությունը։ Շինարարության կողքը ևս օբյեկտներ է կառուցվում, պանսիոնատներ, հանգստյան գոտիներ,
Հիմա կբարձրանանք երկրորդ հարկ։ Ճիշտն ասած, մինչև երկրորդ հարկ բարձրանալը ես մի հատ ուզում եմ վայելենք այս տեսարանը դեպի Սևաբերդ, Սարից ենքում Սևանալիչնա, Կապուտակյա գեղեցկուհին։ Հասկացանք, որ ձմռանը շինարարությունը կկանգնի ցրտի ու ձնի պատճառով, որովհետև ստե 2 մետրից ավել ձուն ա դնում, ես անձամբ ասեմ թաղվում, կկարած թաղվես, մինչև սրտի հատվածը, կրծքավանդակի հատվածը ստե ձուն ա դնում։ Շինարարությունը կկանգնի, հետո կշարունակվի։ Լավ, անցանք առաջ, մենք արդեն երկրորդ հարկ ենք բարձրանում։ Էսի երկրորդ հարկն է շինարարության։ Պատվանդանը լինելու է սրանց վրա, այսինքն սա մոնոլիթ հավաքվում է, պատվանդանը եւս 40 մետր սա բարձրանալու է։ Մենք երկրորդ հարկում ենք, ստե այսինքն ցույց տամ։ Տեսնենք ինչ տեսարան է երևում մոնումենտալ արձանի երկրորդ հարկից։ Այսպես։ Սա երկրորդ հարկը։ Հաստորեն 2500 մետր հադից լեռան գագաթ մոնումենտալ արձանի մոտ բարձրանում են ամեն ինչով, անգամ ձիերով, ձին ունի հնարավորություն բարձրանալու, ինչը չի ասի, որ ոտքով հեշտ չի բարձրանալը, սա շատ բարդ է, մոտ 3 ժամ է տևում ոտքով, որովհետև շատ ադիկ, հաստորեն ձին եւս ունի հնարավորություն բարձրանալու հադից լեռան գագաթին։ Այսքանն է պատրաստ այսօր ձեր համար, որ տեղեկացվեք 2025 թվականի նոյեմբերի 6-ով շինարարության ընթացքը ինչ փուլում է։ Կհանդիպենք նույն վայրը հաջորդ տարի, 1 տարի անց։ Այսքանը շնորհակալություն դիտնան համար, որ դիտեցիք։ Այսօր այսքանը ճոպանուղու սուներն է, որպես ճոպանուղին է ձեով գալու էլի։ Ստեսյուն այսքանը առայժմ, կհանդիպենք հաջորդ տարի նույն վայրում։